Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Հայտնել են կառավարությունից, քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները։ Իրանում գործողությունը դադարեցնելու որոշումը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կկայացնեն համատեղ, այս մասին հայտարարել է Թրամփը իսրայելական The Times of Israel լրատվամիջոցին տված հարցազրույցում, նշելով, որ այդ հարցը քննարկել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ եւ վերջնական որոշումը կկայացնի ճիշտ ժամանակին։ Նա նաեւ ասել է, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի համար եւ ընդգծել է, որ երկու երկրները միասին են գործել այդ վտանգը չեզոքացնելու համար։ Ամերիկայի պաշտպանության նախարար Հեքսեթը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է պահպանել ռազմավարական անորոշություն, որպեսզի Իրանի ղեկավարությունը կռահի, թե ինչ գործողությունների կարող է դիմել Վաշինգտոնը։ Նրա խոսքով անվերապահ կապիտուլյացիա հասկացությունը նշանակում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է կռվել մինչև հաղթանակ եւ ինքնուրույն սահմանել հակամարտության ավարտի պայմանները։ ԱՄՆ նախագահը նավթի գների բարձրացումը անվանել է չնչին անվտանգության դիմաց։ Նավթի գների կարճաժամկետ աճը, որը արագորեն կնվազի, երբ վերածվի Իրանի կողմից բխող միջուկային սպառնալիքը, այն չնչին է Միացյալ Նահանգների եւ ողջ աշխարհի անվտանգության համար, հավելել է Թրամփը։ Գաղափարը այն է, որ Միացյալ Թագավորությունը չի աջակցել Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի առաջին հարվածներին եւ ներգրավել է միայն այն ժամանակ, երբ էսկալացիան հասել է Պարսից ծոցի այլ երկրներին։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, նշելով, որ Լոնդոնը սկզբում կողմ էր ճգնաժամի դիվանագիտական լուծմանը եւ ցանկանում է խուսափել Իրաքի պատերազմի ժամանակ թույլ տրված սխալների կրկնությունից։ 21-ին Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում, նրա խոսքը տեղի կունենա 2026-ի հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնց հիմնական թեմաներն են Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների ապագան, խաղաղություն Ադրբեջանի հետ եւ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ։ Նշվում է նաեւ, որ Եվրամիությունը ներգրաված է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեջ, իսկ Եվրամիություն-Հայաստան գագաթնաժողովը կկայանա մայիսի 5-ին։ Սա կլինի Նիկոլ Փաշինյանի երկրորդ ելույթը Եվրախորհրդարանում 2023 թվականի այցից հետո։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ X-ի իր միկրոբլոգում Մակրոնը հայտնել է այս մասին, ինչպես նաեւ մանրամասներ հայտնել Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից։ Նա նշել է, որ Ալիևին իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Ադրբեջանին Իրանի հարվածներից հետո։ Ֆրանսիան վերահաստատել է աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այս մասին հայտնել է Էմանուել Մակրոնը, նշելով, որ այդ մասին խոսել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում։ Նա նաեւ հայտնել է համերաշխություն Ադրբեջանին Իրանի հարվածներից հետո եւ շնորհակալություն հայտնել ֆրանսիացի քաղաքացիներին տարհանման հարցում ցուցաբերած օգնության համար։ Ռուսաստանցի արտադրողները կարող են ժամանակավորապես լրացնել իրանական ներմուծումներից առաջացած բացը Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Սերգեյ Սոլոմինն է հայտարարել այս մասին։ Նրա խոսքով Իրանից առևտրային հոսքերի հնարավոր դանդաղումը բացասաբար չի ազդի Հայաստանի սպառողական շուկայի վրա, քանի որ ռուսական ընկերությունները պատրաստ են փոխարինել այն ապրանքները, որոնք կարող են տուժել ստեղծված իրավիճակից։ Նա նաև նշել է, որ վերջին տարիներին մի շարք ապրանքներ սկսել են զգալի քանակությամբ մատակարարվել Իրանից Հայաստան, քանի որ որոշ դեպքերում դրանց ինքնարժեքն ավելի ցածր էր, քան Ռուսաստանից նմանատիպ ապրանքներին, մասնավորապես խոսքը պողպատե ամրանների, կաթի փոշու եւ պլաստմասայից արտադրանքի մասին է։ Նույնը վերաբերում է մի շարք շինանյութերի։ Բալաջարի երկաթուղային կայարանից կմեկնի ռուսական հացահատիկով բեռնված բեռնատար գնացքը, որը Հայաստան է ուղևորվում Ադրբեջանի տարածքով տարանցմամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ գնացքը բաղկացած է 7 վագոնից, տեղափոխվող հացահատիկի ընդհանուր քաշն էլ կազմում է 488 տոննա։ Նշում են, որ գնացքն այնուհետև կհասնի Վրաստանի հետ սահման եւ ճանապարհը կշարունակի դեպի Հայաստան։ Հիշեցնենք, նմանատիպ նախորդ փոխադրումն իրականացվել էր փետրվարի 4-ին։ Խոսքը վերաբերում է հացահատիկի, բենզին կամ նման ուրեմն կենցաղայում նման ուրեմն ապրանքատեսակների համար, այո, ինքը երկաթգիծը կտրամադրվի։ Սա քաղաքական կոնտեքստ ունի, միջև ընտրությունները, այո, դուք ելի կտեսնեք նման գնացքների ժամանում։ Սա տեղավորվում է խաղաղություն է տիրում իշխող քաղաքական ուժի նախընտրական այդ ռազմավարության մեջ։
Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության նավթամբարներին հասցված ավիահարվածների պատճառով թունավոր անձրևներ կարող են տեղալ։ Իրանական Կարմիր մահիկը նախազգուշացրել է, որ նմանատիպ օբյեկտների պայթյունները մթնոլորտ են արտանետում թունավոր նյութեր, ինչի պատճառով տեղումները կարող են ձեռք բերել թթվային բնույթ, ինչն էլ կարող է մարդու մարմնի տարբեր հատվածներում քիմիական այրվածքներ առաջացնել եւ լուրջ վնաս հասցնել հատկապես թոքերին։ Հիշեցնենք, ավելի վաղ Իրանի ազգային նավթավերամշակող եւ բաշխիչ ընկերությունը տեղեկացրել էր, որ Թեհրանի եւ Ալբորզի նավթամբարները ենթարկվել են ավիահարվածների, ինչի հետևանքով բռնկվել են խոշոր հրդեհներ։ Կարող է դա իրոք առողջապահական լուրջ վնասների բերի, հատկապես երեխաներին, քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց, տարեցներին եւ մի խոսքով պետք է որ արդեն իսկ անհանգստություն լինի եւ պետք է այս պահից սկսած, հատկապես քանի որ մենք սահման ունենք Իրանի հետ եւ ավելի մոտ տարածաշրջաններ, օրինակ Մեղրին, Կապանը, Գորիսը ավելի ցնցահարույց են, պետք է անպայման այնտեղի բնակչությանն էլ տրվի տեղեկատվություն, ինչպես վտանգ կա թե չկա, նաեւ խոճապի հետ կապված, որպեսզի բնակչությանից խոճապ չառաջացնեն։ Թթվածնային թունավոր անձրևներին վերաբերող որոշ հրապարակումներից հետո հիդրոօթերոբութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը Ամբերդի դիտակայանում իրականացնում է մթնոլորտային տեղումների որակական ուսումնասիրություն։ Մարտի 7-ից 8-ի մթնոլորտային տեղումների որակական կազմի ուսումնասիրության համաձայն տեղումներում թթվայնության, անիոնային եւ կատիոնային կազմի փոփոխություն չի դիտվել։ Միջին միջանցքը առևտուրն ու գործակցությունը նորմա կդարձնի հարավային Կովկասի նախկինում անկայուն տարածաշրջանում, կապելով տարածաշրջանի երկրներ միմյանց եւ Եվրոպայի հետ։ Այս մասին Բրյուսելում կայացած դեսպանների համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը, խոսելով գլոբալ նախագծերի եւ Եվրոպայի համար դրանց նշանակության մասին Եվրահանձնաժողովի ղեկավարը հիշատակել է միջին միջանցքը, որը Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարման ժամկետը 30 օրից կկրճատի մինչև 15 օր։ Երասխագուրիկ երկաթ գիծը վերականգնելու Երևանի առաջարկը թեև Մոսկվայից դրական արձագանքի արժանացավ, այնուամենայնիվ Հայաստանը Ռուսաստանի հետ հիմա քննարկում է նաև հայկական երկաթուղու ռուսական կառավարումը որևէ այլ երրորդ պետության փոխանցելու հարցը։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանի հետ որոշ երկրներ ոչ այնքան լավ հարաբերություններ ունեն, իսկ Սյունիքի ամերիկյան ճանապարհով անցնելու է նաև երկաթ գիծը։ Թրիփ բանակցություններին առաջարկել էին մեր երկրի տարածքով անցնող ծրագրով շրջանցել հենց մեզ։ Ռազմավարական դիրքերն են կորցնում ու նաև մեր մրցակցային առավելությունները, վարչապետն է ասել։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ եւ մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում, ինչի համար շնորհակալ ենք, որովհետեւ ելի եմ ասում, մեր ասածի մեջ որևէ բան, որը ուղղված է Ռուսաստանի դեմ չկա։ Մենք ուղղակի մեր գործընկերների հետ կիսում ենք օբյեկտիվ իրավիճակը, ասելով, որ մենք պարզապես այս իրավիճակում Հայաստան իր մրցակցային առավելությունները կորցնում է եւ մենք ուրիշ որևէ մոտիվացիա չունենք եւ հույս ունեմ, որ մենք կարողանանք հասնել կոնկրետ լուծումների։ Թեպետ ըստ Փաշինյանի խոսքի ռուս գործընկերներից ըմբռնում են տեսնում այս հարցի վերաբերյալ, Մոսկվայից սակայն արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան նույնիսկ տարօրինակ էր որակել երկաթուղու վերաբերյալ Երևանի մեկնաբանությունները։ Միևնույն ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուի խոսքով Հայաստանի երկաթուղու համակարգը մեկ գիշերում կփլուզվի, եթե Ռուսաստանից զատ որևէ այլ պետության հանձնվի դրա կառավարումը։ Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որը արդյունավետ եւ վաղուց աշխատում է Հայաստանում, ոչ ամենապարզ պայմաններում։ Երևանի ակնկալիքը հետևյալն է, եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ երկիր Մոսկվայից պարզապես գնում է կոնցեսիոն կառավարման իրավունքը։ Ռուս գործընկերների հետ բանակցություններին զուգահեռ Հայաստանի իշխանությունները հարցը քննարկում են նաև այն երկրների հետ, որոնք հնարավոր է հետաքրքրվեն գործարքով։ Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք որ պատրաստ են գնել, բայց չեմ կարողացել։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ եւ բնական է հետաքրքրություն, խոսակցություն դրա մասին կա։ Այլ հարցը թե վերջում ինչ որոշում կլինի։ Ընդ որում քաղաքական որոշում Երևանում դեռ չկա, իսկ օրակարգում տեղեկություններ են շրջանառվում, թե Երևանի ռուսական կառավարմամբ երկաթուղին գնելու հետաքրքրություն ունեն Քաթարն ու Քուվեյթը։ Վարչապետը այս տեղեկությունը ըստ էության չի հերքել։
տնտեսական կախվածությունը օրինակ վերջին տարիներին կտրուկորեն աճել է Ռուսաստանից։ Հիմա այս ստեղծված իրավիճակում նաև պետք է հաշվի առնվի, որ մոտակա արդեն ժամանակ ընտրություններ են Հայաստանի Հանրապետությունում լինելու։ Դրա համար չեմ կարծում, որ մոտակա կես տարվա ընթացքում հնարավոր լինի կառավարման երկաթուղու հանձնումը այլ երկրին, որովհետև իհարկե սա արդեն վնաս կհասցնի Ռուսաստանի Դաշնությանը եւ իրեն կարող է կտրուկ արձագանք իրենց կողմից լինի։ Երկաթուղիները պարզապես ռելսեր կամ շարժակազմ չեն, դրանք նաև ազդեցության գծեր են եւ քաղաքական, տնտեսական եւ երբեմն էլ նույնիսկ անվտանգային։ Այդ պատճառով էլ ըստ մասնագետների Հայաստանի երկաթուղու կառավարման շուրջ քննարկումները դուրս են գալիս սովորական տնտեսական գործարքի շրջանակից եւ դառնում ավելի լայն տարածաշրջանային հաշվարկների մաս։ Փորձագետներն ասում են, քաղաքական զգայուն թեմա է, որի լուծումը կախված է թե Հայաստանի հաշվարկներից, թե մյուսների արձագանքներից։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, ըստ որի բժշկական կենտրոնների տնօրենների համար բժշկական կրթություն ունենալը պարտադիր չի լինելու։ Առողջապահության նախարարությունը հիմնավորում է դա ներկայացնելով միջազգային փորձը, ըստ որի բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը եւ բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվեն։ Առողջապահության ոլորտի փորձագետների դիտարկմամբ, եթե այս փոփոխությունը կյանքի կոչվի, բնակիչները բժշկական հաստատություն դիմողները կբախվեն խնդիրների հետ։ Մարզերից կադրային արտահոս կլինի, բացի այդ, նոր օրենքով բժշկական կազմակերպություններում գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել վճարովի եւ անվճար աշխատանք։ Համարում եմ, որ դա հակամարտկային ու անօրինական որոշում է, ինչի համար, որովհետև չի կարող բժշկական հիմնարկի տնօրենը չունենալ բժշկական կրթություն, այսինքն իրանք ուզում են սարքեն սուպերմարկետ, շեշտը դնեն ֆինանսականի վրա, որ ֆինանսական շրջանառությանը հետևող լինի, բժշկական բաղադրիչը ով ապահովելու, եթե լինի բժշկական գծով տեղակալ, նա չի ունենալու միևնույնն լիարժեք լիազորություններ, ելի որոշիչ ձայնը լինելու է տնօրենինը, այսինքն եթե նույնիսկ տեղակալը լինի բժշկական գծով, ոչ մի կերպ այդ հարցը չի կարգավորվելու։ Դա նրա համար է արվում, որ ֆինանսական բաղադրիչի վրա շեշտը դնեն։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները ձերբակալել են 42 եւ 47 տարեկան տղամարդկանց, ովքեր գողություն են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես Հրազդան քաղաքում, Չարենցավանում, Աղավնաձորում, Առինջում, այլ Գեղարքունիքում, Լճապ, Չկալովկա եւ Նորաշեն գյուղերում։ Գողացել են կենցաղային իրեր, խմիչք, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ։ Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Գեղարքավանքից գողացել են մոտ 1 միլիոն դրամ, ոստիկանության տվյալներով գողությունը կատարել են 56 եւ 55 տարեկան երկու տղամարդ, որոնք գանձանակը բացել են հարմարեցված բանալիով, վերցրել գումարը եւ հետքերը թաքցնելու համար կրկին սոսնձել կապարակնիքը։ Նրանցից մեկը ձերբակալվել է փետրվարի 28-ին եւ խոստովանել է կատարածը, մյուսը մարտի 4-ին։ Նախաքննությունը շարունակվում է։ Արագածոտնի մարզում ժայռ է փլուզվել, ինչի հետևանքով վթարվել է Արտաշավան Սաղմոսավան ջրատարը։ Այս ջրատարից ջուր է ստանում աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը։ Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ եւ տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ։ Ընկերությունից հայտնում են, որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է։ Նշված բնակավայրերի սպառողները ջրով կապահովվեն այլընտրանքային ճանապարհով։ Մարտի 6-ին Մայրաքաղաքում սպանություն է տեղի ունեցել։ Տղամարդու դին հայտնաբերվել է Շենգավիթ վարչական շրջանի Աշակունյաց Պողոտայի թիվ 44 եւ 46 շենքերի դալանում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն սուր կտրող ցակող առարկայից հարվածի հետքեր կային։ Մահացածը Մայրաքաղաքի բնակիչ էր, 62 տարեկան։ Օպերատիվորեն ժամանել են քրեական ու համայնքային ոստիկանները մահացածի մարմնի մոտ դալանի որոշ հատվածներում հայտնաբերվել են առնանման հետքեր։ Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է սպանություն հատկանիշներով քրեական վարույթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվում են գործողություններ, հանցագործություն կատարած անձի ինքնությունը ճշտելու, նրան ու հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու համար։ Մարտի 8-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Մայրաքաղաքում Բադալ Մուրադյան փողոցում բախվել են Նիսսանն ու Միցուբիշին 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ նրանցից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Քաղաքացիները նշում էին
որ բավականին օպերատիվ են ժամանել շտաբ օգնության բժիշկների հերթապահ խմբերը եւ շատ արագ վիրավորներին տեղափոխել են ցավոք վիրավորներից մեկը շտաբ օգնության մեջ դիտակցության չգալով մահացել է։ Մարտի 7-ին Մայակովսկի ձորախտուր ճանապարհին բախվել են Նիսսանն ու Շևրոլեն, երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ շտաբօգնության ավտոմեքենաներին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատարը Մարտիրոսյանը, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանն ու գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանը։ Մարտի 6-ին Արարատի մարզում Մղչյան գյուղի տարածքում Երևան Դվին թիվ 471 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։ Երկու հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկներն ու ծառայողական մեքենայով տեղափոխել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Մյուս երկու վիրավորներից մեկը հրաժարվել է հիվանդանոց գնալ, իսկ մյուսին օպերատիվորեն ժամանած Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներն են տեղափոխել Արտաշատ բժշկական կենտրոն։ Կամազը քաշի չէ։ Դեպքի մասին բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։ Մարտի 7-ին Էջմիածին Երևան ճանապարհին 19-ամյա Արմանը Մերսեդեսով բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, Էլեկտրասյանը ու գլխիվար հայտնվել երթևեկելի գոտում։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Ի դեպ Շամշյանքոմը ներկայացրել է բացառիկ տեսանյութը։ Մարտի 5-ին Վանաձոր Դիլիջան ճանապարհին 29-ամյա Էրիկը ու ԱԶ 469-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին ու կողաշրջվել։ 5 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի բարեկները։